Մենք ունենք այստեղ խնդիրներ, որոնք որ չենք կարողանում ոչ մի կերպ լուծել կապված քաղաքապետարանի մերժումների հետ, հա, սենց ասեմ։ 94 թվականին մենք ինչ Էրեբունի օդանավակայանը փոխվել է, դարել է ռազմական, այն ժամանակվանից հետո 94 թվականի դեկտեմբերի 1-ից էսկոմ մենք այստեղ ոռոգման ջուր չենք ունեցել։ Դուք պատկերացնում եք այս ամբողջ տարածքը, որտեղ որ կան պետական ծառեր, խնդրեմ, բոլորը երևում են, պետական ծառեր, մեկ-մեկ թաղապետարանը ուղարկել է ջրի մեքենա, որ մեկ-մեկ ջրել են, էդ ա եղել 30 քանի տարի, այս ծառերը ջուր չեն տեսել։ Ահա զանգել ենք բազմիցս, ունենք նամակներ քաղաքապետարանին, որի համար խնդրել ենք, որ ոռոգման ջրով ապահովեն գոնե պետական ծառերը ջրելու համար, որտեղ որ կա նոր այգիներ կառուցած, ճիշտն ասեմ, այս շենքերի բակում կա այգի նոր կառուցած եւ մենք 135 շենքի բակում կա, որը կմոտենանք կնկարենք։ Այդ ծառերը ոչ մեկը ջրելու հնարավորություն չկա։ Ջրում ենք ստիպված, ջրում ենք ինչով հնարավորություն լինում է։ Մոտավորապես քանի ծառ է, հա, որ անջրդի Խնդրեմ, շատ, այսպես թվով ասել չի լինի։ Ես ասում եմ 94 թվականից էսկոմ ոռոգման ջուր չի եղել այստեղ, ինչ փակել են այստեղ առուկար ժամանակին, այ որ նայեք կողքերը, մայթերի կողքում այդ բաները, խողովակները, առվի դեռ մինչև հիմա կան, բայց բոլորը գետնի տակն են, ոչ մեկը չի գործում։ Այս կողմը արդեն քանի 94 թվականից մինչև հիմա ոռոգման ջուր այս տարածք չի մտել։ Հիմա անդրադառնանք մաքրությանը։ Մաքրությունը այստեղ, խնդրեմ, այն ինչ որ չի կատարվում, զանգով է դարել, հա, սենց ասեմ։ Այսինքն ինչ ասել է զանգովի Հիմա ասեմ, բացատրեմ։ Դարել է զանգով, պետք է զանգենք ԵԱՍՄ-ի պետին պետք է զանգենք, որը որ պետք է միջնորդի, որ այս տարածք մտնեն մաքրողներ։ Մաքրողներն էլ մեզ հրաման են տվել, ես պետք է փողոցը մաքրեմ, ես գործ չունեմ բակի հետ, այն մյուսն էլ գալիս ասում է, ես բակը պետք է մաքրեմ, փողոցի հետ գործ չունեմ, վերջում բնակիչների հետ դառնում է վեճ, ու վերջ, ոչ իտոգում ոչ են կատարվում, ոչ էլ են։ Խնդրեմ, փաստ, նկարեք, տեսեք ինչա կատարվում մեր փողոցում։ Ես չեմ կարող ասել, բնակիչներից բոլորին կարող եք կանգնացնել, ով որ ասենք ելույթ կունենա կամ կասի, թող հարցրեք, թե վերջի անգամ երբ են տեսել այս տարածքը մաքրություն անելուց։ Խնդրեմ, աղբամանները նայեք։ Այն աղբամանների կողքով անցանք, հիմա Կիշնենք ներքևն էլ կնայենք, հիմա մեր շենքի մոտինն էլ կնայենք։ Այս վիճակն է։ Փաստորեն բնակչի մտահոգությունը տեղին է, հա, պարոն Դամիրյան։ Այս տնկիները չորացել են, որովհետև ոռոգման ջուր չկա, ոռոգման ջրի բացակայության պատճառով, տեսեք, տնկիները չորացել են, հին ծառերն էլ, տեսեք ինչ վիճակի մեջ են, այնտեղ տապալված ծառեր, չորացած ծառեր այնտեղ ամենուրեք այս վիճակն է, այս աղբահանության խնդիրը նայեք, այսինքն ինչ է էլի այս աղբահանության վիճակը սա։ Խայտարակություն է, բառից բուն իմաստով խայտարակություն։ Այս տնկած ծառերը իրենց նպատակին չեն ծառայում, էլի, որովհետև գիտեք, ջուր չկա, բնականաբար ծառը չի կարա կենսունակ լինի։